Շնորհակալություն բարձր դատարան, նախ մի քանի հարցադրում ներկայացնենք կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քանի դեպքում է սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցել ընտրական տեղամասերի արդյունքների վերաբերյալ։ Ընտրական տեղամասի արդյունքների վերաբերյալ 2։ Այո, 48.1 հոդվածի շրջանակներում սեփական նախաձեռնությամբ քանի վարույթ եք հարուցել։ 2 բան։ 2։ Ինչով է պայմանավորված, որ 2, այլ ոչ 4, 5, 6, օրինակ, պարոն Հովակիմյանը ասում է, որ մենք 20 կոտորակ 56 ընտրական տեղամասի վերաբերյալ ուսումնասիրություն ենք իրականացրել։ Այդ ո՞նց եք իրականացրել, եթե վարույթ հարուցել եք 2 դեպքում։ Երկուսով է պայմանավորված, պարոն Վարդավետյան, մենք ուսումնասիրել ենք 20 կոտորակ 56-ը ուսումնասիրվել, Տիկին Հովհաննիսյան, ո՞նց է ուսումնասիրվել։ Տեսախցիկը նայել ենք։ Չէ։ Պարոն Վարդավետյան, դժվար չի այն տվյալները, որոնք որ համ ձեզ են հասանելի, համ մեզ են հասանելի, դրանք ուսումնասիրել ստանալ։ Այսինքն տվյալ դեպքում, եթե դուք վարույթի հարուցումը նկատի ունեք, որ առանց վարույթ հարուցելու մենք չէինք կարող որևէ ուսումնասիրություն անել, դա այդպես չի։ Հարցս հստակեցնեմ միատել, այսինքն դուք գտնում եք, որ եթե վարույթ եք հարուցում, դրա շրջանակներում օրինակ չեք կարող արձանագրել, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը պատշաճ է։ Եթե վարույթ եք հարուցում, պետք է անպայմանորեն ինչ արձանագրեք։ Անպայմանորեն արձանագրելու խնդիր չէ, պարոն Վարդավետյան, այստեղ խնդիրը, որ մինչև վարույթ հարուցելը ուղղակի գոնե պիտի մենք ունենանք նվազագույն մեզ մոտ հիմնավոր կասկած ասեմ, ինչ ասեմ, բայց որ մենք գործ ունենք ինչ-որ խախտման հետ։ Բայց երբ որ առաջին ուսումնասիրությունը մեզ, ասենք, նույն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից մենք շատ հեշտությամբ կարողանում ենք ցանկացած տվյալ ճշտել։ Եվ երբ որ մենք ճշտում ենք եւ ստացվում է, որ այդտեղ շարունակելու, այսինքն ավելի լրացուցիչ մանրամասնություններ ճշտելու կարիք չկա, բնականաբար այսինքն սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցելու ձեր որպես սահմանադրական մարմնի իրավական որոշակիությամբ կաշկանդված, կանխատեսելիությամբ կաշկանդված չափանիշը ո՞րն է։ Սեփական նախաձեռնությամբ, օրինակ ինչ, առավոտյան զարթնեցիք, նայեցիք մամուլը, որոշեցիք սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցել, կամ ստացել եք ինչ-որ հատուկ տվյալ, դրանք ինչ-որ գնահատման մեխանիզմ ունեք։ Սեփական նախաձեռնությամբ պայմանական հակակոռուպցիոն կոմիտեն էլ չի կարողանում գործողություն անի։ Պետք է ունենա դրա վերաբերյալ ինչ-որ կառուցակարգ։ Հիմա դուք ունեք ընտրական օրենսգրքի 48.1 հոդված, որը մեկնաբանում եք X ձևով, դրան կանդրադառնանք։ Հարցս հետևյալն է, ինչ չափորոշիչով եք, ինչ ընթացակարգով եք որոշում սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցում եմ, թե ոչ։ Մի քիչ նվազ ագրեսիա, պարոն Վարդավետյան, ինձ թվում է։ Պարոն Վարդավետյան, ես նույնիսկ իմ ելույթում ասացի, որ մենք 3 տեղամասերի հետ կապված ունեինք բողոք, հանրային դժգոհություն։ Պարոն Վարդավետյան, նորից կրկնեմ։ Երբ որ նվազագույն ուսումնասիրությունը առաջին իսկ տվյալի ճշգրտումը ցույց է տալիս, որ մի տեղամասի հետ կապված խնդիր որպես այդպեսին գոյություն չունի, որովհետև քվեարկությունը ավարտվել է 20-22 րոպեին եւ դա կարելի է պարզել միանգամից ընդամենը այդ տեղամասի ավարտական կտրոնը մի հատ նայելով։ Դա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համար բայց դուք իմ հարցին չեք պատասխանում։ Պարոն Վարդավետյան, դրանից հետո երբ որ մյուս երկուսի պարագայում պարզվում է, որ քվեարկությունը ավարտվել է շատ ավելի ուշ։ Դրանից հետո արդեն վարույթը հարուցվում է։ Չափանիշը ձեր սեփական նախաձեռնությամբ վարույթ հարուցելու, որ պայմանականորեն 18 ուժ մասնակցում են ընտրություններին, իմանան, որ դեպքում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ լիազորությունը իրացնում։ Ես ձեր պատասխանից չեմ գտնում դա։ Պարոն Վարդավետյան, ես փորձեմ ձեզ օգնել, որ դուք գտնեք այդ պատասխանը։ Կրկնում եմ, երբ որ կա խախտման, ահազանգի, պատկերավոր այսպես դժգոհություններ, այդ ժամանակ, մի րոպե, պարոն Վարդավետյան,
Այդ ժամանակ ես փորձում եմ ձեզ ուղղակի ձեր ոճի մեջ։ Այդ ժամանակ դե ես դերասանական ձգություն եմ։ Պարոն Օվակիմյան, ձեր մոտ դերասանական չէ, ձեր մոտ կեղծարարական էլ է ստացվում։ Մի անհանգստացեք։ Պարոն Վարդանյան, կեղծարարականը կներեք։ Արգելիներս մեկ Դուք վարք։ հաստատ այսպես ասեմ, դրանից դուք ասելիք չունեք։ Լավ, Հաստատ ես չեմ ձեր թիրախը։ Պարոն Օվակիմյան, դեռ քանի Արգելիներս, պարոն Վարդանյան, շարունակելու Պարոն Վարդանյան։ Պարոն Վարդանյան։ Ընդմիջում 30 րոպե շարունակենք ինացքես, ես խնդրում եմ բարձավոր ուր ժամ է։ Ես համոզված եմ ոչ դուք, ոչ պարոն Օվակիմյանը մտադրություն չունենք վիրավորել մեկի մյուսին։ Շարունակենք ինանց 30 ջան։